Բարև ձեզ։ Այսօր ես ցույց կտամ, թե ինչպես կարելի է խի քառակուսի տեստի միջոցով ստուգել երկու նոմինալ փոփոխականների միջև անկախության հիպոթեզը։ Ուրեմն ունենք մեր զրոյական հիպոթեզը, որ փոփոխականներն անկախ են, եւ նրա ալտերնատիվ հիպոթեզը, որ փոփոխականներն անկախ չեն։ Որում հիպոթեզը կստուգենք ալֆան հավասար է 0.05 վստահելիության աստիճանով։ Ենթադրենք ունենք հետեւյալ պատկերը։ Ունենք մեր հաճախորդների մասին տվյալներ արտացոլված երկու փոփոխականներով։ Առաջին փոփոխականը ցույց է տալիս հաճախորդի սեռը, երկրորդ փոփոխականը ցույց է տալիս հաճախորդի նախընտրությունը մեր ապրանքի 3 տեսակների միջև։ Այսինքն, կին հաճախորդներն առաջին տեսակի ապրանքից գնել են 45 հատ, տղամարդ հաճախորդները առաջին տեսակի ապրանքից գնել են 65 հատ, երկրորդ տեսակի ապրանքի համար ունենք 65-50, երրորդ տեսակի ապրանքի համար 55-75։ Այժմ հաշվենք մեր աղյուսակի տողերի և սյուների գումարները, այսինքն առաջին տեսակի ապրանքից վաճառվել է ընդհանուր առմամբ 110 հատ, երկրորդ տեսակի ապրանքից 115, երրորդ տեսակի ապրանքից 130, կին հաճախորդներն ընդհանուր առմամբ կազմել են կին հաճախորդների քանակը հավասար է 165-ի, տղամարդ հաճախորդների քանակը 190-ի։ Ընդհանուր առմամբ ունենք 355 հաճախորդի վերաբերյալ տվյալներ։ Հիմա օգտագործելով մեր այս հաճախորդը մենք կարող ենք հաշվել հավանականությունը, որ վաճառվել է առաջին տեսակի ապրանք, որը հավասար է 110 առաջին տեսակի ապրանքի վաճառքների քանակը բաժանած ընդհանուր վաճառքների թվի վրա։ Ինչ սկզբունքով երկրորդ տեսակի ապրանքի համար կլինի 110 355, երրորդ տեսակի ապրանքի համար 130 355։ Հավանականությունը, որ մեր հաճախորդը կին է, հավասար է 165 բաժանած 355-ի, հավանականությունը, որ հաճախորդը տղամարդ է, կլինի հավասար 190 բաժանած 355-ի։ Եթե մեր երկու փոփոխականներն իրարից անկախ են, այդ դեպքում հավանականությունը, որ կին հաճախորդը ձեռք է բերել կամ ձեռք կբերի առաջին տեսակի ապրանք, հավասար է 110 բաժանած 355-ի, որը առաջին տեսակի ապրանքի վաճառքի հավանականությունն է, բազմապատկած 165 բաժանած 355-ի, որը հաճախորդի կին լինելու հավանականությունն է։ Տեսա մի հատ էլ բազմապատկենք 355-ով, կստանանք ուրեմն առաջին տեսակի ապրանքից կին հաճախորդին վաճառքի քանակը պայմանով, որ երկու փոփոխականներն իրարից անկախ են, որը տվյալ դեպքում հավասար է 51-ի։ Նույն սկզբունքով կարող ենք հաշվել օրինակ տղամարդ հաճախորդի կողմից առաջին տեսակի ապրանքի ձեռք բերելու հավանականությունը, որը հավասար է 190 բաժանած 355-ի, բազմապատկած 110 355-ի։ Սա էլ մի հատ էլ կբազմապատկենք 355-ով եւ կստանանք մեր այս վանդակի սպասվելիք արժեքը պայմանով, որ երկու փոփոխականներն անկախ են, դրանց դեպքում հավասար է 59-ի։ Նույն սկզբունքով մենք կարող ենք լրացնել նաեւ աղյուսակի մնացած բոլոր վանդակները։ Հիպոթեզը ստուգելու համար մենք օգտագործել ենք խի քառակուսի վիճակագրությունը, որը հավասար է գումար որտեղ in մեր աղյուսակի սպասվելիք արժեքներն են, իսկ on մեր աղյուսակի ուրեմն իրական արժեքներն են։ Այսինքն մեր գումարի առաջին գումարելին կլինի հավասար 45 անց 51 բարձրացած քառակուսի բաժանած 51-ի, երկրորդ գումարելին կլինի 65 անց 59 բարձրացած քառակուսի բաժանած 59-ի։ Եվ այսպես շարունակ, ինչի հավասար է ենթադրենք որևէ աթվի։ Հիպոթեզը ստուգելու համար մենք օգտագործենք ևս մեկ հասկացություն, որը կոչվում է ազատության աստիճան։ Ազատության աստիճանը տվյալ դեպքում խի քառակուսի բաշխման համարի մեր աղյուսակի համար հավասար է, որտեղ R-ը մեր տողերի քանակն է, C-ն մեր սյուների քանակն է։ Տվյալ դեպքում սա հավասար է 2-ի։ Հիպոթեզը ստուգելու ենք
հետևյալ սկզբունքով։ Նախ, ունենալով ան եւ մեր ազատության աստիճանները, մենք կարող ենք քառակուսի բաշխման աղյուսակի միջոցով ստանալ P հավանականությունը, որ երկու ազատության աստիճանի դեպքում P քառակուսի բաշխումը կստանա A արժեքը։ Հետո P-ն կարող ենք համեմատել մեր ալֆա վստահելիության միջակայքի հետ, վստահելիության աստիճանի հետ։ Եթե P-ն ուրեմն փոքր է ալֆայից, ուրեմն կարող ենք ասել, որ հիպոթեզը մերժում է, փոփոխականներն անկախ չեն։ Մյուս տարբերակով կարող ենք հաշվել P քառակուսի 0.05 2-ը, որը P քառակուսի բաշխման արժեքն է, պայմանով որ հավանականությունը հավասար է 0.05-ից ազատության աստիճանների 2-ի, համեմատում ենք մեր P քառակուսի A արժեքի հետ, ընդ որում, եթե A-ն ասում եմ մեծ P քառակուսից, ապա հիպոթեզը նորից մերժում ենք, փոփոխականները անկախ չեն։ Հիմա ցույց տանք, թե ինչպես կարելի է P քառակուսի տեստը ստուգել Microsoft Excel-ի միջոցով։ Ուրեմն, այս աղյուսակում մեր մոտ տրված են իրական արժեքները, ներքևի աղյուսակում մենք հաշվարկում ենք սպասված արժեքները։ Սպասված արժեքները հաշվարկելու համար նախ հաշվարկում ենք յուրաքանչյուր պատահարի հավանականությունները, այնուհետև սպասված արժեքների աղյուսակում ուղղակի հավանականությունները բազմապատկում ենք իրարով եւ բազմապատկում ենք 355-ով։ P քառակուսու արժեքը հաշվարկելու համար օգտագործում ենք Microsoft Excel-ի P քառակուսի test ֆունկցիան։ Vector-ային շատվածով նշում ենք իրական, expected-ային շատվածով նշում ենք սպասվածը։ Սեղմում ենք OK։ Ընդ որում, այս ֆունկցիան հաշվարկում է ոչ թե մեր P քառակուսի վիճակագրության արժեքը, որը մենք նախորդ նշանակել ենք I-ով, այլ միանգամից հաշվարկում է նրա P հավանականությունը։ Այստեղ մենք տեսնում ենք, որ P հավանականությունը ավելի փոքր է մեր վստահելիության աստիճանից ալֆայից, որը հավասար է 0.05, հետևաբար մենք կարող ենք ասել, որ հիպոթեզը մերժում ենք։ Ինչ է նշանակում հիպոթեզը մերժում ենք, դա նշանակում է, որ մենք կարող ենք պնդել, որ մեր առաջին, երկրորդ, երրորդ տեսակի ապրանքների վաճառքների ծավալները կախված են մեր հաճախորդի սեռից։ Շնորհակալություն։